Ամեն օր կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդագրության հանդիպելիս ինձ հարց եմ տալիս, իսկ ինչ է կոռուպցիան։ Կոռուպցիան պետության ներսում աշխատող լուռ մեխանիզմ է, որը դանդաղ, բայց հաստատուն կերպով քայքայում է անվտանգությունը։ Այն երկրները, որոնք կարողացել են հաղթահարել կոռուպցիան, կառուցել են ուժեղ եւ կենսունակ պետություն։ Իսկ այնտեղ, որտեղ կոռուպցիան դարձել է համակարգի հիմք, յուրաքանչյուր ճգնաժամ բացահայտել է այդ պետության ամբողջ թուլությունն ու խոցելիությունը։ Պատճառը հստակ է։ Կոռուպցիան քայքայում է վստահությունը, իսկ առանց վստահության պետությունը կորցնում է իր հենարանը։ Բայց կա մի հիմնարար ճշմարտություն, որը հաճախ շրջանցվում է։ Կոռուպցիայի դեմ պայքար չի լինում առանց ուժեղ ընդդիմության։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը կամ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կոռուպցիայի թալանի խորհրդանիշներն են։ Նրանք կազմել են միջավայրը, որտեղ կոռուպցիան եղել է ոչ թե բացառություն, այլ կանոն։ Բոլորս վստահ ենք, չէ, որ ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը կամ Աղվան Հովսեփյանը կամ Գագիկ Ծառուկյանը չեն պայքարելու կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիան չի կարող պայքարել իր դեմ։ Կոռուպցիայի դեմ իրական պայքար կարող են տանել միայն նրանք, ովքեր դրանից անկախ են թե քաղաքականապես, թե ֆինանսապես եւ թե մտածողությամբ։ Մեր կարգախոսն է կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն։ Կոռուպցիան պետք է դիտվի որպես պետության դեմ ուղղված ծանր հանցագործություն, պետական դավաճանություն։ Պատիժը պետք է լինի անխուսափելի եւ խիստ ոչ միայն կատարողների, այլև հովանավորների համար։ Սա սովորական խոստում չէ, սա մեր պետությունը փրկելու հրամայական է։ Կոռուպցիան քայքայում է խաղաղությունն ու խաթարում անվտանգությունը։ Հետևաբար խաղաղությունն ու կոռուպցիան անհամատեղելի են։ Իրական խաղաղություն կարող է ունենալ միայն այն պետությունը, որտեղ կա արդարություն, պատասխանատվություն եւ օրենքի գերակայություն։ Միայն այս ճանապարհով կարող ենք կառուցել անվտանգ, արժանապատիվ եւ իրական խաղաղություն ունեցող պետություն։